Հայերը։ Հայերը։ Եկվոր են հայկական լեռնաշխարհում թե տեղացին են։ Տեղացի։ Բնիկ են։ Բնիկ։ Մի հատ կարգի նկարի։ Կարգի նկարի։ Mr. James Russell. Եթե ուզում եք, եկես խոսացություն։ Ահա։ Okay, I mean, you know, գրճած ձևով գնաց։ Գրճած ձևով։ Օսմանյան կայսրության մեջ հայերը ապրում էին 600 տարի։ 600 տարի։ Օսմանյան կայսրության մեջ հայերը հսկայական ուժ էին։ Հա։ Սուլթանների արշավանքները Օսմանյան կայսրության հայկական բանկերն էին ֆինանսավորում։ Are you agree? The story. Հիմա ինչ տեղի ունեցավ 19-րդ դարակեսին, որ հանկարծ միանգամից Օսմանյան կայսրության մեջ հայերի դեմ սկսվեց այդպիսի արշավ, սկսեց Սուլտան Համիդը ջարդերը, որից ու երիկ թուրքերը, որ by the way, երիկ թուրքերն էլ գիտես Իսպանիայի հրեաներն էին, որ եկել էին Սալոնիկ, most of them։ Իրենց յահուդի կուսակցությունն էին ասում Թուրքիայում։ Yeah, they do. Well, some of them were Dönmez. Dönmez, okay, or crypto-masons, okay, այդպես էլ էին ասում։ Հիմա այս երիկ թուրքերն էլ եկան, ինչ արեցին, Օսմանյան կայսրություն տապալեցին, հայերին ջնջեցին, մաքրեցին Արևմտյան Հայաստանից։ Հիմա այս ինչ տեղի ունեցավ, եղբայր։ 600 տարի խնդրեմ չկար այդպեսի, մեկ էլ հանգարց 19-րդ դարակեսին միանգամից Սուլտան Համիդով սկսեց հայկական ջարդեր։ Ու դա սկսեց հայկական հարց բարձրացումից հետո։ Այդ հայկական հարցը ով բարձրացրեց։ Մենք հայերս Չգիտեմ ու դուք իմանաս, մենք չենք բարձրացրել հաստատ, բայց ով բարձրացրեց։ Սա էլ հարցի մի կողմը, դրանից առաջ անմիջապես սկսեց այդ պատմության ռևիզիոնիզմը։ Եվ շատ բացահայտ է այստեղ, որ նախքան այս ազգին իր հայրերի բնօրրանից, որ տեղացին ու բնածինն է ինքը, նրան նախքան այնտեղից վտարելը ֆիզիկապես, նախ պետք է պատմականորեն վտարել։ Պատմականորեն հեռացնել այդ լեռնաշխարհից որպես եկվոր։ But I don't think that was. Հիմա դուք ու գրքում գրում ես, որ հայերը կոլոնիստներ են այդ լեռնաշխարհում։ No, I don't use that term. What the hell you know? I got to bring you your book. It's Herodotus. I'm quoting somebody. I'm quoting Herodotus. It's not my words. It's Herodotus's words. Let me tell you one thing very clearly. Wait a second. Look, դու ընդունում ես, որ հայերը հայկական լեռնաշխարհում բնածին տեղացին են։ Թե ընդունում ես, որ եկվոր են։ Այս բանը ինձ ասա մենակ։ Հա, գեցի մեկ բարգա։ Գեցած եմ, դու ասա։ Հերոդոտոսը ասում, որ Հերոդոտոս Հերոդոտոսին ես քեզ եմ հարցնում, դու ինչ ես ասում։ Իրապանն է։ Իրապանը իրեն պետք է վրան մնա։ Մեջ բերում եմ, էլի։ Առաջին սկսնախբյուր է հունարենի մեջ, այդպես։ But you are studied, right, Armenian history? Yeah, I'm saying Herodotus says it. Okay, ինչ է քո եզրակացությունը։ Հա, հայերը թե հայոց լեզուն։ Հայերը։ Եկվոր են հայկական լեռնաշխարհում թե տեղացին են։ Տեղացի։ Բնիկ են։ Բնիկ։ Մի հատ կարգի նկարի։ Կարգի նկարի։ Mr. James Russell, հայերը հայկական լեռնաշխարհում բնիկ են, տեղացին են թե եկվոր են։ Հայ ժողովուրդը։ Ազգը, արյան, մարմինով, այո։ Ոգով։ Ոգու մասին չսեմ, որովհետև Դավիթի վերացական խնդիր է։ Հայ ազգը բնիկ է, հայ լեռնաշխարհի մեջ, հայերեն լեզուն։ Ես բնիկ չէ։ Ես համոզված եմ, ոչ, ես համոզված եմ հնդեվրոպական է եւ թրակոփրյուգիական ջուղի է պատկանում, բայց հայերը, այո, ինքները, այո, ուրարտական, այլ լեզու, արյուն ունի եւ բնիկ են։ Այո, որովհետեւ ինչպես մարդիկ մի լեզու յուրացնում են, չէ՞։ Այսինքն մարդ կրնա մի տեղ գնալ եւ լեզու սովորել յուրացնել։ Ոնց ես օրինակի համար անգլերեն եմ խոսում։ Կամ լատինական Ամերիկա։ Լատինական Ամերիկա։ Ինձ նայ եղբայր։ Նո։ Աստված Ադամ Եվայի հետ դրախտում խոսում էր հայերեն։ Դու Չամչյան չես կարդացել։ Չամչյանը գարտած։ Բայց դա Չամչյանի խոսքերն ինչու ես ծիծաղում։ Ես Հերոդոտոսի վրա տես ծիծաղեցի։ Չէ, Դու Չամչյանին չես հարգում որպես պատմաբան։ Հարգում եմ։ Ուրեմն հարգալից վերաբերվի, մի արա։ Հա, օքեյ։ Չամչյանի խոսքերն են սրանք։ Աստված Ադամ Եվայի հետ դրախտում խոսում էր հայերեն։ Հայերենը հնդեվրոպական լեզուների մայրն է, սիրելիս։ Եվ միգրացիան
տեղի ունեցավ Սպիտակամորթ ռասայի հայկական լեռնաշխարհից։ Հայկական լեռնաշխարհում է Սպիտակամորթ ռասայի ծննդավայրը։ Հիմա Դա մի քիչ դա մի քիչ ինչ մի քիչ, որտեղ է, ուրիշ որտեղ է, Հնդկաստան, Եվրոպա, դրա համար կոչեցին քննիեվրոպական։ համոզված չեմ, բայց Շատ փաստեր կան, ուզում ես փաստերը բերեմ քեզ։ Չանչյանը շատ բանի հիմա վրա, բայց ես մի հարց էի տալիս, լուրջ պատմակիր է Չամչյանը։ Գիտես ինչի ես քեզ բանի Աբրահամին գնացի, Մովսեսին գնացի։ Հիմա երբ որ խոսում են հայոց մասին, հայերի մասին, երբ որ ասում են որ նայեք եղբայր, այս շումերական աղբյուրները, այս հուրիական աղբյուրները, այս եգիպտական աղբյուրները, այո, այս բոլորը այս երկրի մասին, հայերի մասին ասում են այս բաները։ Ունեն գիտական հիմքեր, լիքը։ Ասում են, չէ, դա բավարար գիտական հիմք չի։ Եվ մինչև հիմա չեն ուզում ընդունել սա։ Բայց երբ որ ասում են, որ 5 կտակարանի մեջ, ասում են Աստված է գա, Քրիստոսի բանը Աբրահամի վրանում 3 օր նստեց կերակրում էր, հետո ասեց աղբեր լավ տղա ես, Քանանու երկիրը քեզ պետք է նվիրեմ, սրանց դերից պետք է քշեմ, դու պետք է ստե ապրես, հելավ գնաց։ Սրա գիտական հիմքը ո՞րն է։ Հա, բայց ամբողջ աշխարհն է կերակրվել սրանով։ Երբ բայց հիմա արի հասկանանք։ Հին կտակարանի Հիմա որպեսզի դուք հասկանաք քաղաքական կողմը սրա թե ինչ է նշանակում։ Երբ որ 48 թվին Իսրայելը պիտի հիմնադրվեր, Եվրոպայում իսրայելցիները, այսինքն Բեն-Գուրիոնի միջոցը կանգնեցին ասեցին, մեր մանդատը 5 կտակարանն է։ Okay։ Եվ այդ են բացատրում քեզ տղա ջան, որ քաղաքականություն է դարձել պատմությունը այսօր։ բայց նույն այդպես։ Բայց եւ Պատմությունը քաղաքական։ դու եղավ աշխարհը այսօր, որ եկար աշխարհի գործածած զենքը, շուրջ տարի Հիմա ես ձեզ մի բան ասեմ։ Հիմա եթե այդ մարդը տենց չասեր, Unbelievable. I don't believe these guys. These guys are I don't believe them. I understand you. Դու կարդում ես Աբերջան, ինչ որ բաներ հավաքել ես, չէ՞։ Ինչ որ եզրակացում ես կազմում ես, դու հայ էլ չես, դու պարտավոր էլ չես որոշակի պատասխանատվություն զգալու դրա նկատմամբ։ I feel a great deal of պատասխանատվություն շատ եմ զգում, իբրև գիտնական եմ զգում։ Խորենացին ստախոս է թե ոչ։ Հա, ոնց Թամսոնը ասում։ Դա Թամսոնը, ես Թամսոնը ձեռս ընկնի բզիկ եմ անում։ Թող հանգարց չգա Երևան, ասեմ քեզ։ Վարդանից թող փախնի, որովհետև բռնեցի մուխը մարել եմ, այսինքն ոչ թե ֆիզիկապես, այլ տեսականորեն, այսպես ասեմ։ Խորենացի թանկագին աղբյուր է։ Արժանահավատ է թե ոչ։ Թանկագինը ցկե։ Թանկագին ցկե։ Ամեն խնդրի մեջ թե մասամբ։ Ասենք որքան Ընդհանրապես, իհարկե։ Հա։ Նու սուդախոս չի։ Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ որ ասում է ճշմարտություն է։ Հա։ Նա միջնադարյան բադմակիր է։ Որ դարի։ Չեմ իմանում։ Չգիտես։ Չգիտեմ։ 8-րդ չլինի։ Կարող է լինել։ 5-րդ կարող է լինել։ Նույնպես, բայց այն ադեն որոշ փաստեր պետք է որ մեջբերումներ ներմուծված լինեն ավելի ուշ։ Հիմա գանք մեր խոսակցության դարձյալ ռևիզիոնիստների մասին։ Հա։ Pseudo-Moses։ Հիմա լսում ես Pseudo-Moses-ի մասին ես խոսում։ Այո, Pseudo-Moses-ի։ Հիմա դες ինչ տեղի ունեցավ։ Այդպեսի անկանոն պետք չէ կորցնել։ Մովսեսը արժանահավատ պատմահայր էր մինչև 10-րդ դարակեսի ռևիզիոնիզմը։ Եվ 10-րդ դարակեսի ռևիզիոնիզմը եկավ այս թույնը թափելու։ Եվ հիշիր դարձյալ կրկնում եմ սա։ Ինչու դա եղավ Օսմանյան կայսրության մեջ, լսում ես։ I think that revisionism. That was the beginning of Armenian genocide. If you are interested about genocide to know what it's about, the revisionism հայկական պատմության, հայոց պատմության, դա գենոցիդի սկիզբն էր։ A lot of that revisionism. Theoretical կողմն էր։ Այո։ A lot of that revisionism is Այո, ասում եմ, դες ասես կոտորը ասում այո, ասում եմ։ Ես તો հրաների մասից այո ասեմ, ասեմ դուրս կգա, հա։ Եղբայր, ասում եմ, սկիզբն էր գենոցիդի։ Այնտեղ աղմուկ մի արեք, ջահելներ, եկեք ստեղ դենան, նկարում ենք ես։